Շատ անգամներ եմ անդրադարձել այս հարցին, որ ուշացած սերմնաժայթքումը կամ սերմնաժայթքման ռեֆլեքսի բացակայությունը ոչ պակաս լրջագույն խնդիր է, եթե մենք համեմատություն անում ենք վաղաժամ սերմնաժայթքման հետ։ Վաղաժամ սերմնաժայթքումը այս խնդրի մյուս բևեռն է, ուշացած սերմնաժայթքումը մյուս բևեռը։ Վաղաժամ սերմնաժայթքումը, երբ չկա վերահսկողություն սերմնաժայթքման ռեֆլեքսի հանդեպ, ուշացած սերմնաժայթքումը, երբ մարդը ոչ մի ձևով հնարավորություն չունի հասնել վերջաբանին, այսպես ասած։ Այն մարդիկ, ովքեր թույլիմացաբար կարծում են կամ գիտենալով ճշմարտությունը այսպես ուղղակի գովազդի տեսքով ներկայացնում են իրենց, որ իրենք անդադար եւ անվերջանալի սեքս են անում ու տանջում են աղջիկներին, սենց քրքրում են ու ոչ մեկ էլ չի ուզում իրանց մոտ վերադառնա, սա պորնոյի ժանրից է, գուցե դուք վերցրել, գուցե ձեր երազներից, ֆանտազիաներից յուրաքանչյուր մարդ ունենալով սեռական գրգռվածություն ի սրտե եւ մարմնապես եւ հոգեպես ուզում է հասնել վերջաբանին։ Ոչ մեկին դուր չի գալիս կիսատ թողնված այդ վիճակները, ոչ կին կնոջն է հաճելի, որ սեռական հարաբերությունը մնում է կիսատ չհասնելով կուլմինացիոն փուլի, ոչ էլ տղամարդուն։ Դրա համար այն տղամարդիկ, ովքեր կպնդեն բժիշկ ջան 40 րոպեից մի ժամ սեքս արեցի, չպրծա, տանջեցի, գզեցի, էս արեցի, այն արեցի եւ այլն, դա հաճելի չի ոչ մեկին։ Մի սխալմամ կարծեք, որ երկարատև ձգձգվող հարաբերությունը հաճելի է կանանց, դա հաճելի չի ոչ մեկին։ Դուք ունեք խնդիր, եթե դուք իսկապես ճիշտ եք նկարագրում ձեր վիճակը, դուք պետք է գիտակցեք, որ դուք ունեք խնդիր։ Եվ բազմիցս անգամ շեշտել եմ, եւս մեկ անգամ կանդրադառնամ, որ ուշացած սերմնաժայթքումը կամ սերմնաժայթման ռեֆլեքսի բացակայությունը ավելի խորքային եւ ավելի բարդ խնդիր է իրենից ներկայացնում, քան վաղաժամ սերմնաժայթքումը, որովհետեւ շատ հաճախ չեմ կարողանում հասնել պիկին նախադասության տակ թաքնված են լինում այնպիսի լուրջ պատճառներ, եթե մենք համեմատություն անցկացնենք վաղաժամ սերմնաժայթման պատճառների հետ, շատ ավելի լուրջ պատճառներ, որոնց հետ աշխատանքը շատ դժվար է լինում, հավատացեք։ Ես ունեցել եմ բազմաթիվ դեպքեր, որ սերմնաժայթքման ռեֆլեքսին մինչև վերջին չի կարողում տղամարդը հասնի եւ պատճառը եղել է երկարատև տարիներ կախվածությունը ձեռնաշարժությունից։ Եղեք ուշադիր եւ հետեւողական, սա խնդիր է, 1-2-1-ին կզարմացնեք, երրորդը կասի «Էս ինչա կատարվում, գնա բուժվի», ինչ համար եմ սա ասում, որովհետև շատ հաճախ պացիենտները մարմնավաճառների խորհրդով են գալիս ինձ մոտ, ասում են գնացի, այդ աղջիկն ասեց, «Էս ինչ շուտ պրծար», մեկն էլ գալիս ասում է գնացի, ասին, «Էս ինչ էր, էսի չես պրծնում, խնդիր ունես, գնա բժշկի», այսպես ասված։